1999 թվական Դետրոյթի ավտոսրահում գերմանական BMW ընկերությունը ներկայացնում է իր առաջին քրոսովերը BMW E53-ը, որը աշխարհին հայտնի էր դառնալու X5 մոդելային անվամբ։ Բարև ձեզ, ձեր հետ կրկին VH ավտոմոտիվն է եւ այսօր խոսելու ենք BMW E53-ի մասին։ Այս մեքենայով BMW ընկերությունը մուտք գործեց իր համար դեռևս փակ եւ անհայտ աշխարհ քրոսովերների սեգմենտ, բայց այդ մուտքը հենց առաջի մեքենայով, հենց առաջի փորձով այնքան հաջողակ էր, որ X5-ը արտադրվում է առ այսօր, արդեն 5-րդ սերնդով, դարձել է աշխարհի ամենաճանաչելի եւ ամենապահանջված քրոսովերներից մեկը, պրեմիում դասի քրոսովերներից մեկը։ Եվ X5-ի մոդելը քրոսովերների շարքը BMW-ի, սկսելով X5-ով, այս ընթացքում համալրվել է X2, X3, X4, X6, X7 եւ BMW XM crossover-ով, որը նաեւ հայտնի է անվանում են որպես BMW X8։ X5-ը չեմ սխալվի, եթե ասեմ, որ X5-ը այսօր աշխարհի ամենասիրված, ամենաճանաչված եւ ամենապահանջված crossover-ներից մեկն է։ Իսկ ինչու BMW ընկերությունը իր առաջին crossover-ը E53-ի համար ընտրեց X5 անունը, ի՞նչ է նշանակում X5։ X-ը դա նշանակում է, որ մեքենան լիակարժակ է, այսինքն բոլոր 4 անիվները ունեն ոլորող մոմենտ, իսկ 5-ը նշանակում էր, որ E53-ը ստեղծված է 5-րդ դասի BMW-ի E39-ի բազայի վրա։ Ճիշտ է, E39-ի բազայի վրա ստեղծված լինելով այն ավելի բարձր է, քան E39 սեդանը, ինչպես նաև ավելի կարճ եւ ավելի ընդարձակ լայն, բայց այնուամենայնիվ բազան նույնն է։ Իսկ ի՞նչն էր պատճառը, որ գերմանական BMW ընկերությունը, որը մինչ այդ արտադրում էր հաջողված եւ պաշտամունքային նույնիսկ արագընթաց սեդաններ, հանկարծ որոշեց մուտք գործել քրոսովերների սեգմենտ։ Դրա համար կային մի քանի պատճառներ։ Առաջինը, նախ 99 թվին 90-ականների երկրորդ կեսից արդեն դինամիկ կերպով քրոսովերների սեգմենտը աճում էր։ Մարդիկ սկսում էին ավելի շատ հակվել դեպի քրոսովերներ գնել, քրոսովերներ ձեռք բերել եւ BMW-ի համար բնականաբար որպես գերմանական հայտնի ավտոարտադրող ընդհանրապես ժամանակի հարց էր սեփական քրոսովեր ունենալ եւ այդ սեգմենտը մուտք գործել։ Երկրորդ 99 թվականին Mercedes-Benz-ը արդեն արտադրում էր իր առաջին քրոսովերը, առաջին ML դասի W163 մոդելը եւ բնականաբար հաշվի առնելով BMW եւ Mercedes-ի լեգենդար մրցակցությունը, ընդամենը ժամանակի հարց էր, որ BMW վաղտորոշ պետք է արձագանքեր եւ նույնպես ունենար իր քրոսովերը։ Եվ վերջապես երրորդը 94 թվականին BMW-ն արդեն ձեռք էր բերել բրիտանական Land Rover ընկերությունը եւ գերմանացի ինժեներները 90-ականների երկրորդ կեսին աշխատում էին բոլոր ժամանակների լավագույններից մեկը համարվող Range Rover L322 պրեմիում դասի ամենագնացի վրա եւ այդ աշխատանքի ընթացքում գերմանացի ինժեներների ձեռամբ ստեղծվեց լավագույն ամենագնացներից մեկը, բայց նաեւ հարց առաջացավ, եթե գերմանացի ինժեներները կարող են աշխատել եւ ստեղծել հրաշալի ամենագնաց, ապա ինչու՞ չունենալ նաեւ սեփական քրոսովերը։ Իհարկե BMW X5-ը ամենագնաց չէ, բայց շնորհիվ իր բարձր դիրքի ու նաև շնորհիվ լիակարժակ համակարգի կարող է հաղթահարել արտաճանապարհային բազմաթիվ դժվարություններ եւ անհարթություններ։ Սակայն որքան էլ որ Range Rover L322-ը ստեղծվել էր նաև գերմանացի ինժեներների գործուն մասնակցությամբ, որովհետեւ արդեն ասեցի, այդ ժամանակ Land Rover-ը պատկանում էր BMW-ին, ու ինչքան էլ որ BMW E53-ի վրա կիրառվել են Range Rover-ից որոշ կոմպոնենտներ, որի մասին կխոսեմ, այնուամենայնիվ պետք է հաշվի առնել այն փաստը, որ Range Rover L322-ը ինքը դիրքավորվում էր որպես ամենագնաց, իհարկե պրեմիում դասի, իսկ BMW E53-ը որպես ավելի շատ սպորտային crossover, որը վարելուց ամեն ինչ ստեղծված է, մշակված է այնպես, որ ավելի շատ ձեզ հիշեցնի վարելիս հարմարավետ եւ արագընթաց, բայց բարձր սեդան, քան հենց դասական crossover։ Արտադրվել է ուրեմն 99-ից 2006 թվականներին Միացյալ Նահանգների Սպարտանբուրգ քաղաքում եւ նաեւ Մեքսիկայի Տուլան քաղաքում, իմիջիալոցային համար բացահայտում էր, ես առաջին անգամ իմացա, որ BMW X5-ը երբեք Եվրոպայում չի արտադրվել, այլ մշտապես միշտ արտադրվել է Ամերիկայում, նախատեսված լինելով ամերիկյան եւ եվրոպական շուկաների համար։ 2003 թվականին ենթարկվել է ռեստայլի, կրելով փոփոխություններ ինչպես արտաքին դիզայնի մեջ, այնպես էլ ուժային ագրեգատների շարքում, փոխվել է լիակարժակ համակարգը,
որի մասին նորից մանրամասն կխոսամ, վաճառվել է ավելի քան 468,000 օրինակով։ Ինչ է E53-ը։ Եթե փորձենք մեքենան ընդհանրապես բնորոշել, ապա E53-ը մի քանի կարևոր բան է մեկ մեքենայի մեջ։ Առաջինը, սա բարձր crossover է, արագընթաց, հարմարավետ, լիակարշակ համակարգով։ Երկրորդ, սա BMW է եւ դրանով արդեն ամեն ինչ ասված է։ Երրորդ, անկրկնելի դրական էմոցիաներ, անկրկնելի զգացողություններ, դրայվ եւ էներգետիկա մեքենան վարելու ընթացքում։ Կարող եք փորձել եւ ինքներդ անմիջապես կհամոզվեք դրանում։ Չորրորդ, 2000-ականների սկզբին սա յուրաքանչյուր տղայի երազանքն էր։ Եթե ոչ ունենալ, ապա գոնե վարել, նստել, մի խոսքով ճանաչել այս մեքենան։ Եվ հինգերորդ, սա անկրկնելի խարիզմա ունեցող մեքենա է։ Մի հատ նայեք ուղղակի այս մեքենայի դիզայնին, արտաքին տեսքին, տեսեք, խարիզման ուղղակի հոսում է այս մեքենայից։ Լուսարձակների ձևից, ռադիատորի քողարկիչից, չգիտեմ, անվադողերից, ընդհանուր այդ ագրեսիվ սպորտային տեսքից։ Չեմ սխալվի, եթե ասեմ, որ BMW E53 հատկապես ռեսթայլից հետո դա երբևէ ստեղծված աշխարհի ամենագեղեցիկ եւ խարիզմատիկ ավտոմեքենաներից մեկն է։ Խոսեմ ուրեմն BMW E53-ի շարժիչների մասին, մեքենան շուկա մտավ ընդամենը 2 շարժիչով, 3 լիտր աշխատանքային ծավալով 6 մխոցանի շարային բենզինային շարժիչ եւ 4.4 լիտր V-աձև 8 մխոցային բենզինային շարժիչ, որը մեքենային ապահովում էր 282 ձիավով շզորություն։ Ասեմ, որ մեքենայի վրա տեղադրված է հենց 4.4 լիտր աշխատանքային ծավալով 282 ձիավով շզորությամբ շարժիչը, որը մեքենային ապահովում է 0-ից 100 կմ/ժ արագացում 7.5 վայրկյանում։ 2001 թվականին սրանց գումարվեց նաև, քանի որ BMW X5-ը ուրեմն նախատեսված էր նաև եվրոպական շուկայի համար, ապա բնականաբար առանց դիզելի հնարավոր չէր, վաղ թե ուշ դիզելային շարժիչ լինելով, եւ 2001 թվականին շարժիչների շարքը համալրվեց 3 լիտրանի 6 մխոցային շարային դիզելային շարժիչով, ինչպես նաև դրանց ավելացավ ամենահզոր մինչ ռեսթայլ BMW E53-ի համար ամենահզոր 4.6 լիտր աշխատանքային ծավալով V-աձև 8 մխոցային շարժիչը M62B46 ինդեքսով, որը մեքենային ուներ 315 ձիավով շզորություն եւ մեքենային 0-ից 100 կմ/ժ արագացում ապահովում էր ընդամենը 7 վայրկյանում։ Ռեսթայլից հետո փոփոխություններ, ինչպես ասեցի, արդեն կատարվեցին նաև շարժիչների շարքում։ 3 լիտրանոց շարային բենզինային շարժիչը մնաց, 4.4 լիտրանոցը դուրս եկավ, փոխարինվեց այլ կրկին 4.4 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, որը արդեն ուներ 315 ձիավով շզորություն, այսինքն ավելի հզոր էր, Valvetronic շարժիչ, ինչպես նաև 2004 թվականից դուրս եկավ նաև 4.6 լիտրանոց շարժիչ, ընդհանրապես շրջանառությունից դուրս եկավ, դրա փոխարեն գերմանացի ինժեներները ստեղծեցին 4.8 լիտր աշխատանքային ծավալով ամենահզոր շարժիչը BMW E53-ի համար, ռեսթայլից հետո։ Ուներ 360 ձիավով շզորություն եւ մեքենային 0-ից 100 կմ/ժ արագությունը ապահովում էր ֆանտաստիկ 6.1 վայրկյան ժամանակում։ Իհարկե մեր օրերի համար դա գուցե այդքան էլ զարմանալի չտվա 6 վայրկյանում 0-ից 100 կմ/ժ արագացումը, բայց հիշեցնեմ, որ խոսքը 2004 թվականի մասին է եւ այն ժամանակների համար, հատկապես crossover-ի համար, լիակարշակ crossover-ի համար 6.1 վայրկյանում 0-ից 100 կմ արագացումը դա ֆանտաստիկ, ուղղակի ֆանտաստիկ ցուցանիշ էր։ Այս ցուցանիշով BMW E53-ը որպես crossover կարող էր հանգիստ մրցել իր ժամանակների բոլոր ամենաարագընթաց նույնիսկ սեդանների հետ։ Իսկ 3 լիտրանոց դիզելը նորից մնաց ամբողջ արտադրության ընթացքում։ Ինչ կարելի ասել ուրեմն այս շարժիչի մասին, շարժիչը ինչպես տեսնում եք հսկայական իր ծավալով ամբողջ կապոտը գրեթե վերցրել է, այսպես մի կերպ ինժեներները տեղավորել են ու այստեղ մնացած դետալների համար նույնիսկ տեղ չի մնում։ Ես պատկերացնում եմ, եթե ինչ-որ աշխատանք պետք լինի կատարել ներքևներում, ինչպես են անելու, չգիտեմ, ուղղակի կապոտի մեջ ուղղակի տարածություն չկա, ամբողջ այս շարժիչը, հսկայական շարժիչը վերցրել է։ Խոսեմ ուրեմն մեծ մեքենայի հենց այս շարժիչի մասին, 4.4 լիտր աշխատանքային ծավալով V-աձև 8 մխոցային շարժիչ։ Լավ խնամքի դեպքում մեքենայի շարժիչը ունի բավականին մեծ աշխատանքային ռեսուրս։ Ժամանակի ընթացքում, ինչպես ցանկացած շարժիչի դեպքում առաջանում են խնդիրներ, հիմնականում ուրեմն հովացման համակարգի հետ կապված։ Ինչ խնդիրներ են դրանք, այսինքն այդ խնդիրները վերաբերում են հովացման համակարգի հիմնական ագրեգատներին։ Ընդհարձակման բակ, ռադիատոր, տերմոստատ
ջրի պոմպ, ռետինե խողովակներ։ Երկրորդը ուրեմն յուղի արտահոսք տարիների ընթացքում շարժիչի աշխատանքի երկար աշխատանքի արդյունքում առաջանում են յուղի արտահոսքի դեպքեր, որտեղից հիմնականում կլապանների կափարիչ, կարտերի հովացման համակարգ, յուղի ֆիլտր, տարբեր սալնիկներ եւ միջադիրներ, այսինքն բոլոր այն տեղերից, բոլոր այն միացման տեղերից, որտեղով որ յուղ է շրջանառության մեջ դրվում, առանձին արտահոսքերը բնականաբար վտանգավոր չեն, ցանկացած տարիքն առած մեքենայի դեպքում դա սովորական բան է, բայց բոլորը միասին արդեն կարող են ստեղծել յուղի պակասորդ, այնպես որ նույնպես պետք է ուշադիր լինել եւ իհարկե մեքենայի աշխատանքի ժամանակ նաև որոշակի բենզինի հետ որոշակի քանակի յուղ օգտագործելը կամ մեր կենցաղային բոլորիս հայտնի լեզվով ասած յուղ վառելը, որը BMW-ի դեպքում բավական հաճախ հանդիպող բան է ու նաև հանդիպում է այս շարժիչների դեպքում։ Գազաբաշխիչ համակարգը ուրեմն ցեպով է եւ այդ ցեպը բավական որակյալ է, այնպես որ աշխատանքի ընթացքում ուրեմն ցեպի լոճելու եւ այլ խնդիր չի լինում, բայց պլաստմասե ուղղորդիչները, որոնցով որ ցեպը անցնում է, ժամանակի ընթացքում կարող են չորանալ, կարող են տեղաշարժվել, նույնիսկ փշրվել, այնպես որ ժամանակ առ ժամանակ պետք է դրանց ուշադիր լինել։ 2003 թվականին, ինչպես արդեն նշեցի, E53-ը ենթարկվեց Restyle-ի, ուրեմն կրելով որոշակի փոփոխություններ արտաքին դիզայնի մեջ, մասնավորապես դիմացի լուսարձակների տակը հայտնվեց այս հայտնի կամարաձև դիզայնը, այս կարծում եմ շատ լավ տեղեկացված եք, դիմացի լուսարձակների կողքը ավելացավ այս կլոր մշտապես վառվող շրջանակները, քսենոն լուսարձակներ, փոխվեց դիմացի ուրեմն ռադիատորի քողարկիչները, դրանք դարձան ավելի մեծ, ավելի արտահայտիչ, ավելի ուշադրություն գրավող եւ նաեւ որոշակի փոփոխություններ եղավ հետեւի լուսարձակների վրա։ Ասեմ, որ E53-ի Restyle աշխատանքները սկսվել էին արդեն 2001 թվականից եւ գերմանացի ինժեներները, դիզայներները նպատակ ունեին մեքենայի դիզայնի վրա կատարել կտրուկ հեղափոխական փոփոխություններ, ուղղորդվելով նոր 7-րդ դասի BMW E65-ի դիզայնով։ Սակայն այն քննադատությունների տարափը, որ թափվեց E65-ի վրա, դիզայներներին ստիպեց որոշումը փոխել եւ նրանք ընդունեցին ավելի կոնսերվատիվ, ավելի պահպանողական մոտեցում, ընդհանուր մեքենայի տեսքը պահպանեցին եւ արեցին միայն այն փոփոխությունները, որոնց մասին նշեցի, այսինքն այս լուսարձակների տակը, ռադիատորի քողարկիչները փոխվեց, մեծացավ եւ այլն։ Մեքենան մնաց գրեթե նույնությամբ, բայց դարձավ ավելի գեղեցիկ, ավելի արտահայտիչ, ավելի խարիզմատիկ ու ընդհանուր առմամբ իմ գնահատմամբ E53-ի Restyle-ը դա, ինչպես արդեն նշեցի, երբևէ ստեղծված ամենագեղեցիկ եւ ամենախարիզմատիկ սիրված մեքենաներից մեկն է։ Գերմանական Restyle-ը Restyle չէր լինի, եթե այն վերաբերվեր միայն մեքենայի արտաքինին։ Ընդհանրապես, եթե ուսումնասիրեք գերմանական Restyle-ների պատմությունները, կտեսնեք, որ դրանում միշտ կատարվել են փոփոխություններ նաև ուժային ագրեգատների, տարբեր էլեկտրոնային համակարգերի եւ այլնի մեջ։ Նույնը վերաբերում է նաև BMW E53-ին, շարժիչների շարքում, ինչպես նշեցի արդեն, եղան փոփոխություններ, բայց ամենակարևոր փոփոխությունը BMW E53 Restyle-ի վրա BMW-ն առաջին անգամ կիրառեց իր ֆիրմային X-Drive լիակարշակ համակարգը։ Այո, BMW-ն ինչպես ընդհանրապես շատ ավտոարտադրողներ ունի իր ֆիրմային լիակարշակ համակարգ, ինչպես օրինակ Mercedes-ի դեպքում դա Formatic-ն է, Range Rover-ի դեպքում դա Terrain Response-ն է, չգիտեմ, Mitsubishi-ի դեպքում Super Select-ն է, Audi-ի դեպքում Quattro-ն է, BMW-ն էլ ունի իր լիակարշակ համակարգը, որը կոչվում է X-Drive։ Մինչ Restyle-ի, այսինքն այս մեքենայի վրա լիակարշակ համակարգը այսպիսին է։ Շարժիչի ոլորող մոմենտը բաշխված է առջևի եւ հետևի քարշակների վրա 32 եւ 68, 38 եւ 62% հարաբերակցությամբ, այսինքն 38%-ը շարժիչի ոլորող մոմենտի տրվում է դիմացի քարշակին, 62%-ը հետևի քարշակին։ Ու սա հաստատուն է, երբեք չի փոխվում։ Մեքենան ուզում է դանդաղ վարի, ուզում է արագ վարի, ուզում է լինի արտաճանապարհի վրա, ուզում է լինի ասֆալտի վրա, միշտ նույնն է։ X-Drive-ի դեպքում մեքենան արդեն միլիվայրկյանների ընթացքում էլեկտրոնիկան փոփոխում է քարշող մոմենտը ու կարա օրինակ 50-ը տա դիմացինին, 50-ը տա հետևի քարշակին, 70-ը տա հետևի քարշակին, 30-ը տա դիմացինին ըստ անհրաժեշտության։ Օրինակ կտրուկ արագացում ապահովելու համար X-Drive համակարգը կարա շարժիչի ամբողջ ոլորող մոմենտը մինչև 100%-ը տա դիմացի քարշակին, որպեսզի մեքենան արագ-արագացում ապահովի ու հետև ընդհանրապես անջատի։ Մեքենան դառնա միայն առջևի քարշակ։ Նույն ձևով օրինակ ասֆալտի վրա բարձր արագությամբ քշելիս X-Drive համակարգը կարա շարժիչի ոլորող մոմենտը ամբողջությամբ փոխանցի հետևի քարշակին մինչև 100%, ու մեքենան դառնա միայն հետևի քարշակով սեդանի նման սպորտային մեքենա, այսինքն դիմացը ընդհանրապես անջատի,
ոչ մի տոկոս չլինի ու մեքենան ամբողջությամբ 100%-ով վարվի միայն հետևի քարշակի շնորհիվ։ Սա է X-Drive համակարգը, որը առաջին անգամ կրկնում եմ կիրառվեց BMW 33-ի վրա ռեստայլից հետո։ Խոսենք BMW 33-ի սրահի մասին։ Դուռը իմ երբևէ տեսած ամենածանր դռներից է, ինչը խոսում է մեքենայի թափքի ամրության մասին։ Ընդհանրապես ասեմ, որ BMW 33-ի թափքը համարվում է ամենաամուր կառուցվածք ունեցող թափքերից, ու դա միանգամից զգացվում է այս դուռը բացելիս։ Մեքենան 25 տարվա մեքենա է, բայց տեսեք, դռան ֆիքսատորները 100%-ով դեռ աշխատում են։ Մի բան, որ չգիտեմ, ճապոնական, կորեական մեքենաների դեպքում նույնիսկ 10 տարվա վաղեմության արդեն խնդիր է, այսպես դուռը թողում եք ու գալիս փակվում է, իսկ այստեղ տեսեք ինչ է։ 25 տարվա մեքենա, դռան ֆիքսատորները։ Ու այս ծանր դուռը ձեր համար պահում է, որպեսզի դուք ունենաք հարմար մուտք մեքենայի սրահ։ Տեսնենք ինչ կա սրահում։ Մեքենայի սրահը ուրեմն իսկական գերմանական պրեմիում դասի քրոսովերի սրահ է, 2001 թվականի համար, ուրեմն ասեմ, որ գերշքեղ սրահ։ Իհարկե այստեղ տեսնում եք մոնիտորը փոխված է, այսինքն սա իր գործարանային մոնիտորը չի։ Մեքենայի սրահը ընդհանուր առմամբ նույն BMW E39, այսինքն 5-րդ դասի BMW-ի սրահն է, գուցե մի քիչ ասենք ավելի լայնացրած, բայց այս կոճակների, ֆունկցիաների եւ ղեկի դիմացի այս սպիդոմետրի եւ այլն առումով գրեթե ամբողջությամբ կրկնում է ուրեմն E39-ը։ Ինչ ունենք այստեղ։ Դե մոնիտորի մասին արդեն ասեցի, այո, մոնիտորը փոխված է, ընդ որում փոխվել է այն պատճառով, որ իր գործարանային մուլտիմեդիայի համակարգը ունեցել է անսարքություն, որը կամ հնարավոր չի եղել վերացնել կամ եղել է շատ դժվար, եւ մեքենայի սեփականատերը նախընտրել է ընդհանրապես մոնիտորը փոխել, ու նաեւ դե ժամանակներն են այդպեսին, պահանջում են փոփոխություններ, ու հիմա այդպես է, որ 2026 թվականին արդեն ցանկալի է, որ մեքենայի մեջ լինի մոնիտոր, ու հիմա այս E53 ունի մոնիտոր։ Սա ուրեմն երկու զոնայանոց կլիմատ կոնտրոլ, բնականաբար կոնդիցիոներով, դասական սպիդոմետր, տեսեք, մեխանիկական սլակներով, ինչն է բենզաբակի տարողություն, արագություն մինչև 240 կմ/ժ, դե տախոմետր, ծնկաձև լիսերի պտույտների քանակը ցույց տալու համար, բենզինի ծախսը ցույց տվող սլակ 100 կմ/ի վրա տվյալ վարելու պահին քանի լիտր ծախս է լինում, տեսեք, ուրեմն այստեղ 0, 10, 20 մինչև 30 լիտր կարող է ծախսը ավելանալ, բնականաբար շատ բարձր պտույտով մեքենան վարելու դեպքում մեծ արագությամբ ցածր փոխանցման վրա, ընդհանրապես ծախսի մասով ասեմ, քաղաքային ռեժիմում մինչև 25 լիտր ծախսը, այնպես որ խնայողության մասին, էկոնոմ լինելու մասին մեքենայի խոսք անգամ լինել չի կարող, բայց դա սպորտային քրոսովերի համար, այնպեսի սպորտային քրոսովերի համար, ինչպես BMW E53 4.4i-ն է, կարծում եմ միանգամայն նորմալ է եւ այդտեղ զարմանալու ոչինչ չկա, դե բնականաբար նաեւ հովացման համակարգի, այսինքն շարժիչի հովացման հեղուկի ջերմաստիճանը ցույց տվող դատչիկ։ Սա է բոլորիդ կարծում եմ ծանոթ 90-ականներից 2000-ականների սկզբի սպիդոմետր ստանդարտ, որը տեսած կլինեք բոլոր մեքենաների վրա, ոչ թվային, այլ մեխանիկական սլակներով, մեխանիկական ցուցիչներով, որը նաեւ առաջացնում է որոշակի նոստալգիա իհարկե։ Անդրադառնամ նաեւ մեքենայի լիակարշակ համակարգի օգտակար օժանդակ ֆունկցիաներին, ուրեմն դե սրանք այս երկու կոճակները հասկանալի է, սրանք դիմացի նստած տեղերը տաքացնելու կոճակներն են երաստիճան համակարգով, ուրեմն կարևոր ֆունկցիաներից Hill Descent Control,
որը փոխարինված է Range Rover-ից, ինչպես ասացի 94 թվականին BMW-ն ձեռք էր բերել բրիտանական Land Rover ընկերությունը եւ գերմանացի ինժեներները աշխատել էին նաեւ Range Rover L322-ի վրա ու այս ֆունկցիան Hill Descent Control-ը վերցված է Range Rover-ից, այն նմանություններից, այն կոմպոնենտներից է, որոնք ինչպես ասացի կան ինչպես BMW E33-ի, այնպես էլ ուրեմն Range Rover L322-ի վրա դրանցից մեկն է։ Hill Descent Control ինչ է անում իջնելու օգնական համակարգն է, կտրուկ թեքությունից իջնելիս մեքենան ավտոմատ կերպով կառավարում է արգելակումը, պահելով ցածր եւ կայուն արագություն։ BMW-ի տեխնիկական նյութերում նշվում է, որ համակարգը օգտագործում է DSC, այսինքն Dynamic Stability Control, որի մասին հեսա խոսամ, արգելակման հնարավորությունը։ Կարևոր է նշել, որ HDC-ին Hill Descent Control-ը դա դիֆերենցիալի բլոկավորում չէ, այն դիֆերենցիալը չի փակում։ Հաջորդը, հենց նոր նշեցի DSC կամ Dynamic Stability Control, այս կոճակով ուրեմն կարելի է անջատել, միացնել այս համակարգի միջամտությունը, համակարգը սովորաբար ակտիվ է շարժիչը գործարկելուց հետո, ինչ է անում Dynamic Stability Control-ը, այն վերահսկում է մեքենայի կայունությունը եւ սահքի դեպքում կարող է առանձին անիվներ արգելակել ու նվազեցնել շարժիչի ոլորող մոմենտը։ Մի խոսքով նրա ֆունկցիան ուրեմն մեքենայի սահքը կանխարգելելն է, այսպես ասած զանոսը, հա, զանոսը թույլ չտալն է արգելակման համակարգի միջոցով, իսկ հիմնական նպատակը ապահովել մեքենայի կայուն ընթացքը, վարելու ընթացքում անգամ մեծ արագություններով վարելու, սա բեռնախցիկն է ուրեմն ներսից սրահի ներսից բացում եւ ուրեմն PDC համակարգ Park Distance Control միացնում է կայանման սենսորների համակարգը, մեքենան կայանելիս համակարգը ձայնային ազդանշանով տեղեկացնում է խոչընդոտի մոտ լինելու մասին, ներկայիս ուրեմն Parktronic համակարգն է, հասկանալի է, բայց եթե Parktronic ինքը ավտոմատ է աշխատում, այսինքն կարիք չկա կոճակով միացնել, ապա այստեղ մենք պետք է կոճակով միացնենք, որպեսզի մեզ տեղեկացնի մեքենայի ուրեմն հետևում խոչընդոտների արկայության մասին։ Ընդհանուր առմամբ ասեմ, դա այստեղ նույնիսկ անդրադառնալու կարիք չկա, օգտագործված է ամենաբարձրակարգ ուրեմն նյութերը, տեսեք, մեքենայիս արժևի կառավարման վահանակի ծածկը 25 տարվա մեքենա է եւ նույնիսկ մի հատ թեթև ճակ կամ խազ չկա, դա ինչ է նշանակում, որ օգտագործված են ամենաբարձրակարգ նյութերը։ Խնդրեմ, դռները են հայտնի գերմանական ամբողջությամբ կաշեպատ, ծալկավոր կաշիներով եւ ինչպես տեսնում եք նաեւ փայտե դետալների շատ մեծ առատություն, խնդրեմ ամբողջ ուրեմն փոխանցման ուփի շրջակայքով եւ կողքի դռներով, իհարկե այստեղ ամբողջությամբ փայտ չի, դա հատուկ շեշտեմ, ամբողջությամբ փայտ չի, այստեղ որքանով ես եմ կարդացել, ծանոթացել ալյումինե դետալներ են, որոնց վրա փայտե շպոնով փակված ամբողջությամբ եւ լակապատված։ Փոխանցման տուփի գլուխը, այսինքն փայտե շպոնի դետալներ, լակապատված, նման փայտե դետալներ կան նաեւ հետևի դռների վրա։ Մի խոսքով մեքենայի սալոնը դա հենց բառիս ամբողջ իմաստով գերմանական պրեմիում դասի մեքենայի սալոն, որակ իր բոլոր դրսևորումներով, թե հավաքման որակը, թե օգտագործված նյութերի կազմը, թանկարժեք նյութերի կազմը, ամեն ինչը խոսում է բարձրակարգ որակի մասին ու նաև դրա ապացույցը այն տարիներն են, որ այս մեքենան արդեն ապրել է, անցկացրել է, այսինքն սրանք ժամանակի քննությունը բռնած, ընդ որում ինչ ժամանակ, խոսքը 1 քառորդ դարի մասին է, 25 տարվա քննությունը բռնած, որակյալ նյութեր եւ հավաքման որակ, ամենաբարձրակարգ։ Լավ, տեսնենք թե ինչպես է իրեն դրսևորում BMW E53-ը։ BMW E53 4.4i է ուրեմն ընթացքի ժամանակ։ Միանգամից ասեմ, որ մեքենան վարելու ընթացքում այդ մեքենայի այդ ամբողջ ծանրությունը, որը պայմանավորված է այդ ամուր թափքով, մեծ շարժիչով, այդ ամբողջ ծանրությունը միանգամից կորում է ու մեքենան կարծես փետուր լինի, ուղղակի թռչում է ճանապարհների վրայով։ Անարդություններ, փոքր փոսեր ընդհանրապես չեք զգալու, որովհետև ամեն դեպքում գործ ունենք բարձր crossover-ի հետ։ Բարձր crossover, որը նախատեսված է նաև արտաճանապարհային անհարթությունները հաղթահարելու համար, բայց այնուամենայնիվ ճանապարհի վրա իրեն պահում է այնպես, որ կարծես իսկական սպորտային սեդան լինի։ Ու գերմանացի ինժեներները դրա համար արել են ամեն ինչ, ստեղծելով հրաշալի կառավարվող,
կայուն ընթացք ապահովող հարմարավետ ավտոմեքենա, որը իր արագությամբ ու դինամիկ հատկանիշներով հանգիստ կարող է մրցել նույնիսկ ամենաարագ ընթաց սեդանների հետ։ Դե սրահի մասին, ինչպես արդեն ասեցի, ամենաբարձր որակի սրահ, բարձրակարգ թանկարժեք նյութեր, բարձր հավաքման որակ, 25 տարվա մեքենա է, բայց մեքենայից ասեմ որևէ ձայն դետալներից ինչ-որ կտկտոց, թխթխկոց քշելու ընթացքում չեք առնի, այնպեսի տպավորություն է, ոնց որ մեքենան բոլորովին նոր, թարմ, ընդամենը մի քանի տարվա մեքենա լինի, բայց խոսքը գնում է 1 քառորդ դար արդեն ապրած, աշխատած, վարած մեքենայի մասին, ընդ որում ասեմ, մեքենան 200,000-ից ավել կիլոմետր արդեն քշվել է, 2006 թվականին բերվել է Հայաստան ու մոտ 20 տարի շահագործվել է Հայաստանում, այս 20 տարի Հայաստանի ճանապարհների վրա շահագործված մեքենա, բայց իրան սրահում այնպեսի զգացողություն է, ոնց որ լիովին նոր մեքենա լինի։ Լուսամուտները բարձրացնելուց ձեզ ընդհանրապես որևէ ձայն չի խանգարում, ոչ դրսից, ոչ ներսից, ու միակ ձայնը, որը վարելու ընթացքում զգում եք, դա շարժիչի ձայնն է։ Ամեն անգամ որ ոտը դնում եք աքսելերատորի ոտնակի վրա, այսպես ասած գազ եք տալիս, շարժիչի հետ հրաշալի ձայնը միանգամից ձեզ ուղարկի այսպեսի անկրկնելի էմոցիաներ է պարգևում ու դա վարելու ամբողջ ընթացքում։ Այնպեսի տպավորություն է, որ հատուկ ձայնամեկուսացման վրա հատուկ աշխատանք են տարել, բացառելով բոլոր ավելորդ ձայները տարբեր դրսի եւ ներսի, բայց անելով այնպես, որպեսզի ձեզ ամբողջ վարելու ընթացքում շարժիչի ձայնը միշտ ուղեկցի։ Այսինքն բոլոր ձայները լրացվել են, շարժիչի ձայնը միտումնավոր ավելի է բարձրացվել, որպեսզի միշտ այդ դրայվը զգաք։ Ցավոք մենք այս պահին գտնվում ենք քաղաքի կենտրոնում, արդեն բավական խիտ երթևեկության մեջ եւ հնարավորություն չունենք ամբողջությամբ բացահայտել այս մեքենայի ներուժը, բայց ասեմ, որ գազի ոտնակը այնքան զգայուն է, որ մի թեթև հպելուց անգամ մեքենան միանգամից կտրուկ արագացում է ստանում, ուղղակի թռչում է մեքենան։ Եվ այն սրանում է BMW-ի այդ անկրկնելի խարիզման, BMW-ի այդ բոլորին հայտնի սպորտային խառնվածքը, սպորտային բնավորությունը, որը ձեզ վարելուց այնպիսի էմոցիաներ է տալի, որ դուք ուղղակի ուզում եք, որ ճանապարհը չվերջանա եւ անվերջ շարունակվի, որովհետեւ որևէ հոգնելու, վարելուց հոգնելու, ճանապարհից հոգնելու մասին խոսք անգամ լինել չի կարող, եթե դուք BMW-ի վրա եք։ Ու ասեմ, որ միանգամայն ճիշտ է արել BMW-ն, չի սխալվել, երբ այս մեքենան ներկայացրել է ավելի շատ որպես սպորտային crossover, այլ ոչ թե որպես ամենագնաց, քանի որ ձեր մոտ վարելուց այնպիսի տպավորություն է, որ դուք վարում եք ուղղակի բարձր սեդան, այլ ոչ թե crossover։ Այո, դուք իհարկե կարող եք ասել, որ BMW-ն նաև խնդրահարույց է, առաջացնում է խնդիրներ սեփականատիրոջ համար, անսարքություններ, ծախս եւ այլն։ Եվ կարող եք ասել, որ BMW-ի այս crossover-ը պակաս հուսալի է, քան Toyota-ի կամ Honda-ի որևէ crossover։ Այո, կարող եք այդպես ասել եւ ես ստիպված եմ լինելու ձեր հետ համաձայնվել։ Բայց նաեւ ասեք ինձ, թե Toyota-ի կամ Honda-ի որ մի crossover-ը ձեզ կարող է պարգևել այսպիսի անմոռանալի էմոցիաներ ու drive, ինչպես BMW 33-ը։ Կարծում եմ պատասխանը ակնհայտ է։ Ոչ ոք, ոչ մի ճապոնական, կորեական crossover չի կարող ձեզ տալ այն էմոցիաները, որ տալիս է BMW։ Իհարկե BMW թե գնելը, թե ձեռք բերելը, թե պահելը ծախսատար է, դա անվիճելի փաստ է։ Բայց կարծում եմ լիովին համաձայն եք այն մտքի հետ, որ ցանկացած լավ բանի համար այնուամենայնիվ պետք է վճարել, ցանկացած լավ բան ունի իր գինը։ Եվ այն էներգետիկան, որը տալիս է BMW-ն վարելու ընթացքում, դա նույնպես գին ունի։ Եվ ես վստահ եմ, որ բոլոր BMW-ի սեփականատերերը գիտակցված են գնում այդ քայլին, թե գնելիս, թե մեքենան շահագործելիս, այսինքն վճարել շատ կամ մի քիչ ավելի շատ, բայց փոխարենը նաև նույնպես ստանալ շատ։ Ասեմ, որ իսկապես մեքենայի արագացումը ֆանտաստիկ է։
արագության սահմանափակումը մեզ ուղղակի թույլ չի տալիս, որպեսզի մենք լիովին բացահայտենք մեքենայի ներուժը, բայց չմոռանանք, որ այստեղ տեղադրված է 4.4 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ, 285 ձիավուր հզորությամբ եւ 440 նյուտոն մետր ոլորող մոմենտով, որը մեքենային 0-ից 100 կմ/ժ արագության արագացումը ապահովում է ընդամենը 7.5 վայրկյանում։ Crossover-ի համար 2001 թվականի crossover-ի համար սա ֆանտաստիկ ցուցանիշ է։ Ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել BMW E53 գնելիս, հաշվի առնելով մեքենայի տարիքը, ավելի քան 20 տարվա մեքենա, հասկանալի է, որ արդեն իմաստ չունի խոսալ առանձին մեքենայի թերությունների կամ առավելությունների մասին, քանի որ առավելությունները վաղուց կարան վերածված լինեն ուրեմն թերությունների, ի սկզբանե եղած թերությունների թիվը ավելացած լինեն։ 20-25 տարվա մեքենա գնելիս արդեն պետք է ուշադրություն դարձնել ընդհանուր մեքենայի տեխնիկական վիճակին։ Այսինքն, եթե դուք պատրաստվում եք BMW E53 գնել, ապա ստուգեք, թե ինչ վիճակում է գտնվում մեքենայի շարժիչը, ստուգեք, թե ինչ վիճակում է գտնվում մեքենայի փոխանցման տուփը, ստուգեք ընդհանուր արտաքին տեսքը, ընթացային մասը, էլեկտրոնիկան։ Ովքեր են այսօր գնելու BMW E53, նրանք, ովքեր այս մեքենայի սիրահարն են, ովքեր այս մեքենայի երկրպագուն են, ֆանատն են, իսկ նման դեպքում արդեն թերություններին ու առավելություններին ուշադրություն դարձնելը կարծում եմ անիմաստ է։ Ձեզ ընդհանրապես պետք է շուկայում լավ ուսումնասիրել, գտնել լավ տեխնիկական բարվոք վիճակում գտնվող ավտոմեքենա, ստուգել, թե ինչ վիճակում է գտնվում շարժիչը, փոխանցման տուփը, ընդհանուր էլեկտրոնիկան եւ վերջ։ Ես որոշակի ուսումնասիրություն կատարել եմ Հայաստանի ավտոշուկայում եւ ասեմ, որ գնային սեգմենտը բավականին մեծ է ու գները տատանվում են սկսած $6000-ից մինչև $18000, կա նույնիսկ $18000 մեքենա, ամենաբարձր կոմպլեկտացիայի, եթե չեմ սխալվում, այս BMW E53 4.8 IS կոմպլեկտացիաներ, այնպես որ լավ փնտրելու դեպքում, եթե իսկապես այս մեքենայի սիրահարն եք եւ որոշել եք BMW E53 ձեռք բերել, լավ փնտրելու դեպքում կարող եք գտնել հենց ձեր ցանկալի, ձեր ուզած BMW E53-ը։ Այսքանն ընկերներ BMW E53-ի մասին, ձեր հետ VH Automotive-ն էր, հետևեք իմ ալիքին, բաժանորդագրվեք, առջևում լինելու են շատ սիրված եւ հայտնի մեքենաների մասին տեսանյութեր։ Հիշեցնեմ, որ մեր տեսանյութերը կարող եք դիտել նաեւ Automotive AM կայքի տեսանյութեր բաժնում։ Բոլորիդ մաղթում եմ անփորձանք եւ անվտանգ երթևեկություն, իսկ մենք շարունակենք վայելել BMW E53-ի պարգևած դրայվն ու էներգետիկան, քանի որ մինչեւ մեր վերջնակետը դեռ բարեբախտաբար բավական երկար ժամանակ ունենք։ Առայժմ